1951 թվականին Բեյրութում համազգային մշակութային ընկերության աջակցությամբ տպագրվում է Նիկոլ Աղբալյանի դասախոսությունների ու հոդվածների ժողովածուն, որի առաջաբանում կարդում ենք Հայաստանի առաջին հանրապետության 4-րդ վարչապետ Սիմոն Վրացյանի երկտողը։ Փարիզ եղած միջոցին իմ ստիպման տակ Նիկոլը իր ձեռքով գրի առավ հետևյալ ինքնակենսագրական տեղեկությունները, չոր ու ցամաք փաստական տեղեկությունները, որոնք կմախքը պիտի կազմեն իմացական այդ մեծ հայի ապագա կենսագրության։ Թե ինչ ինքնակենսագրական տեղեկություններ էր գրել ու իրականում ինչ կյանք էր ապրել գրականագետ մանկավարժ Հայաստանի առաջին հանրապետության լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանը կպատմեմ քիչ անց, իսկ այժմ ուզում եմ հիշեցնել ալիքին բաժանորդագրվելու ու տեսանյութերը հավանելու, մեկնաբանություններ գրելու և հնարավորության դեպքում ալիքին նյութապես աջակցելու մասին, թե ինչպես աջակցել ամեն ինչ գրված է տեսանյութի ներքևում։ Հիշեցնեմ, որ ալիքը գործում է բացառապես ձեր բարոյական և նյութական աջակցության շնորհիվ, ինչի համար անչափ շնորհակալ եմ։ Եվ այսպես հասարակական քաղաքական մշակութային գործիչ Հայաստանի առաջին հանրապետության լուսավորության կամ կրթության նախարար Նիկոլ Աղբալյանը Վրացյանի հորդորով ու ստիպման տակ որպես ինքնակենսագրություն գրել էր. Ծնած եմ 1875 թվականի մարտի 24-ին Թիֆլիսում, ուսել եմ Ներսիսյան դպրոցում, Գևորգյան ճեմարանում 2 տարի, Մոսկվայի համալսարանում 1 տարի և Լոզանի համալսարանում 1 տարի։ Զբաղումս եղած է ուսուցչություն, դասատու եմ եղել Կաղզվան, Ագուլիս, Շուշի, Ներսիսյան վարժարան, տնօրեն եմ եղել Թեհրանի վարժարանի 3 տարի, տնօրեն Աղեքսանդրիայի վարժարանի 5 տարի, հանրային պետական պաշտոններու նախագահ Թեհրանի համայնական խորհրդի, անդամ ազգային բյուրոյի և կամավորական խմբերի կարգադրիչ մարմնի, փոխնախագահ Հայ գրողների ընկերության Թիֆլիսում, անդամ Հայաստանի պարլամենտի, Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարար, նախագահ Կարսի Մայիսյան ապստամբությունը վերացնող մասնաճյուղի, Շարուրի ցանքերի բաշխման և օգտագործման վարիչ։ 1904 թվականին ի վեր գործոն անդամ եմ Հայ հեղափոխական դաշնակցության։ 1905-ին Յաֆայում բանտարկվել եմ մի քանի ժամ։ Հայաստանում բանտարկվել եմ բոլշևիկների օրով 1921-ի փետրվարի 9-ից 18-ը։ Աշխատակցել եմ Մուրճին, Նոր Հոսանքին, Հայրենիքին, Թիֆլիսի, Թեհրանի և Թավրիզի մեր թերթերին, անունները չեմ հիշում։ Առանձին գրքեր կարելի ասել չունեմ, միայն մի գրքույկ՝ սոցիալիստ հեղափոխականների ծրագիրը։ Կոչումս ինչ է, ես էլ չգիտեմ։ Ոմանք ասում են քննադատ եմ, ուրիշների կարծիքով մատենագիր եմ։ Ուրիշ բաներ էլ են ասում։ Իմ գիտցածովս ես էլ շատերի պես ամեն բան եմ և ոչինչ եմ։ Այս է հայ մտավորականին ճակատագիրը։ Կարդում եմ այս ինքնակենսագրականը ու ապշում մարդկային համեստության անսահմանության վրա։ Միանգամից աչքիս առջև հայտնվում են բազմաթիվ միջակ գրչակների, ոսկեզօծ ու կաշեպատ հատորներում ընդգրկված ճոռոմաբանություններով լի կենսագրականները, ու կրկին հանգում եմ այն մտքին, թե որքան անարդար է կյանքը, անարդար իրապես արժանի, տաղանդավորի, մտածողի, նվիրալի համար։ Դրա վկայությունը Աղբալյանն է ու իր ինքնակենսագրականը։ Ինչևէ, Աղբալյանի ամբողջական ու լիարժեք կենսագրությունը իմ կարճ պատմության մեջ կդժվարանամ տեղավորել, սակայն մի շարք հուշերի ու փաստերի օգնությամբ կփորձեմ ներկայացնել Աղբալյան մարդուն, որդուն, քննադատին, հասարակական քաղաքական գործչին, նախարարին, հորը։ Նախ Նիկոլ Աղբալյան որդու մասին։ Նա մեծացել է նահապետական բարքերով ապրող մի ընտանիքում, որտեղ հայրը արհեստավոր էր, մայրը տնային տնտեսուհի, ծնողները երկուսն էլ հրաշալի երգում էին Սայաթ-Նովայի երգերը։ Երգելու ունակությունը փոխանցվել էր նաև Աղբալյանին։ Նույնիսկ ասում են, թե երբ նա արդեն կայացած գրականագետ էր, Սայաթ-Նովայի մասին գրական զեկուցումների ժամանակ մեջբերումներ անելիս Սայաթ-Նովայի տաղերը ոչ թե կարդում էր, այլ երգում էր շատ սրտալի ձայնով։ Մոր մասին հիշելիս Աղբալյանը գրում է. Մայրս, որ մի բարեպաշտ կին էր, նույնպես սիրում էր երգել, շատ հաճելի ձայն ուներ և կանանց հավաքույթների անհրաժեշտ անդամ էր։
Դպրոց չէր գնացել ու միշտ ափսոսանքով ասում էր՝ մի մազեր մնում, որ կարդալ կարենամ։ Կարդալ չգիտեր, բայց շատ էր սիրում գրականություն։ Լսելով, թե հեռավոր թաղերից մեկում Սուրբ Սարգսի թաղում մեկը Վերք Հայաստանի վեպը ունի, հիշում եմ մի օր ձեռիցս բռնած գնաց այն թաղը եւ 1000 աղաչանքով խնդրեց այդ գիրքը, որի մասին լսած էր, թե շատ լավ գիրք է, եւ տուն բերելով ու հարևան կանանց գլխից հավաքելով ստիպեց, որ կարդամ։ Նույն կերպ մի օր էլ գնել էր Սայաթ-Նովայի ժողովածուն ու ինչպես Աղբալյանն է հիշում, դրանից հետո տուն ու դրկից դադար չէին տալիս ինձ, խնդրելով, որ կարդամ ու լսեն։ Սա Աղբալյանի մանկապատանեկան շրջանն է, սակայն այս սերը ու նվիրվածությունը ծնողի հանդեպ չպակասեց նաև հասուն տարիքում։ Դա նկատում ենք նրա նամակներում, որոնց մասին հիշատակում է գրականագետ Գառնիկ Անանյանն իր Աղբալյանին նվիրված մենագրության մեջ։ Նա պատմում է, որ երբ 1899-ին Աղբալյանը մեկնում է Մոսկվայի համալսարան ուսանելու, ճանապարհին ծնողներին ուղված նամակում նա գրում է. «Սիրելի ծնողներ, այսօր առավոտ ժամը 8:30-ին հասա Ռոստով։ Ինչպես խոստացել եմ, ամեն օր նամակ կգրեմ։ Լավ եմ ես, ճամփին բան չեմ կորցրել։ Պաշարս այսօր հատավ, բայց դեռ բոլոր պանիրը, գինին ու բուլկիներից մեկը մնում է, այն էլ ճամփին կուտեմ»։ Ուսանողական տարիներին իր գլուխը պահելու եւ ծնողներին օգնելու համար Աղբալյանը մասնավոր դասեր է տվել, հոդվածներ տպագրել, Պետերբուրգի հայկական եկեղեցու երգչախմբում երգել է ամսական 10 ռուբլու դիմաց։ Մեկ այլ նամակում նա գրում է. «Սիրելի ծնողներ, սպասեցի, որ փողն այս շաբաթ ուղարկեմ։ Չեղավ ժամանակին։ Ամսի 9-ին կամ 10-ին կստանամ եւ կուղարկեմ»։ Մյուս նամակում գրում է. «Ստացել եմ ձեր նամակը։ Ցավում եմ, որ փողն ուշ է հասել»։ Նիկոլ Աղբալյանի այս սրտացավ ու հոգատար վերաբերմունքը արտահայտվել է նաև նրա քննադատի մասնագիտության դրսևորումներում։ Գառնիկ Անանյանն այս մասին գրում է. «Արտակարգ մի հոգատարությամբ էր վերաբերվում իր ստեղծագործող բարեկամներին։ Ամեն ինչ անում էր նրանց կրթության գործը կազմակերպելու համար։ Խորհուրդներ էր տալիս, հորդորում էր, ձեռքից եկածն անում էր նրանց գործերը տպագրելու նպատակով։ Սրտառուչ են Ավետիք Իսահակյանի երգեր ու վերքեր գրքի երկրորդ հրատարակության համար գործադրած ջանքերը։ Հրատարակողներ էր փնտրում, հաշվարկներ էր անում տպագրական ծախսերի վերաբերյալ, պայմանավորվում էր տպարանատերերի հետ։ Որքան գորովանք կա, ասենք, այս ցանկության մեջ։ Գրվածքդ եթե տպելու լինես, գրում է Իսահակյանին, մտադիր եմ գրչագրերից առած խորանազարդերով տպել։ Նույն կերպ նա մտահոգվել է նաև Դերենիկ Դեմիրճյանի համար, որը նյութական հնարավորություններ չուներ լավ կրթություն ստանալու համար։ Ամեն կերպ փորձել է օգնել նրան։ Ցավում եմ Դերենիկի վրա, գրել է նամակներից մեկում, որովհետև նրա ամբողջ ապագան նրա հոգու եւ մտքի հարստությունից է կախված։ Գրողը, որ դադարեց առաջադիմելուց, նրա մահը մոտ է արդեն։ 1904-ին Աղբալյանը դառնում է Հայ հեղափոխական դաշնակցության անդամ եւ հատուկ հանձնարարություններով հաճախ է լինում տարբեր երկրներում։ 1906-ին ընդունվում է Լոզանի համալսարանի գրական բաժինը, հաջորդ տարին անցնում է Սորբոն, բայց կուսակցության հրահանգով թողնում է Ֆրանսիան եւ մեկնում Եգիպտոս, ապա վերադառնում է Թիֆլիս, այստեղ ոստիկանական հետապնդումից փրկվելով գնում է Շուշի դասավանդելու տեղի թեմական դպրոցում։ 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Բնականաբար երկիրը քայքայված էր, գաղթականներով ու սովյալներով լեցուն, թուրքերի հարձակման սպառնալիքը միշտ առկա։ Հետաքրքիր է, որ այս վիճակում գտնվող երկրի մինիստրների խորհուրդը մի գրությամբ դիմել է խորհրդարանի անդամ Աղբալյանին իմանալու համար նրա կարծիքը այն մասին, թե որ բառն է ավելի հարմար օգտագործել՝ նախարար, թե մինիստր։ Աղբալյանը գրել է. «Ի պատասխան ձեր գրության պիտի հայտնեմ, որ թե նախարար եւ թե մինիստր բառերը նկատում եմ ոչ տեղին։ Առաջին, որ իր պատմական իմաստով մինիստր չէ ու օտար բառ է, եւ ապա շատ մեծահնչյուն է մեր համեստ հանրապետության համար։ Լայնածավալ եւ հզոր Ամերիկան չունի մինիստր, այլ պարզ քարտուղարներ են։ Լավագույնը կլիներ վարիչ բառը,
որով մինիստր նախագահն էլ իր հերթին կդառնար վարչապետ։ Այդ համեստ բառը շատ ավելի պատշաճ կլիներ մեր համեստ հանրապետության եւ նրա բարձր պաշտոնեության։ 1919-ի օգոստոսի 10-ին, երբ հաստատվեց կառավարության նոր կազմը, Նիկոլ Աղբալյանը նշանակվեց լուսավորության եւ արվեստի նախարար։ Այստեղ նա դրսևորեց իր կազմակերպչական տաղանդը եւ հայրենասիրական մտածողությունը։ Գառնիկ Անանյանը գրում է. Իրեն հատուկ հետևողականությամբ Աղբալյանը ավարտին հասցրեց մշակութային ոլորտի ձգձգվող ու անավարտ գործերը, եղավ նոր նախաձեռնությունների հեղինակ։ Հոգատարություն արդեն պետական դարձած հայոց լեզվի նկատմամբ, տարրական ու միջնակարգ դպրոցներ, համալսարան, երաժշտական ու թատերական գործ եւ ուսուցում, պետական մատենադարանի, ազգային ու ազգագրական թանգարանի հիմնադրում, անի հնադարանի վերականգնում եւ ընդհանրապես հնությունների պահպանություն, հանրային գրադարանային գործ, պետական նվագախումբ եւ խմբավարական դասընթացներ, գիտական եւ գրական ընկերությունների հիմնում, հրատարակչական գործի կազմակերպում, մանկապարտեզներ եւ մանկական խաղահրապարակներ, մարմնակրթարանի հիմնում։ Ահա բոլորովին էլ ոչ ամբողջական ցանկը, որով զբաղվել է մինիստրությունը մինչև 1920 թվականը իրենց վարիչի Աղբալյանի գլխավորությամբ։ Թատերական գործիչ Գասպարի Փեկյանն այս մասին իր հուշն ունի։ Նա գրում է. Հաճախ խոսած ենք Հայաստանի անկախության տարիներու մասին, իր կրթական նախարարության շրջանի մասին։ Հա կսեր տխուր անդրադարձումով մը, լավ աշխատանք էր տարվում, ամեն գյուղի մեջ նախակրթարաններ էին հիմնվում, ամեն կարևոր կենտրոններու մեջ երկրորդական վարժարաններ, համալսարանի հիմքներ դրվում, լավ օրեր էին։ Իսկ թե ով էր այդ բոլորը շինողը, այդ բոլորին մղում տվողը, այդ բոլորին շնչող ոգին, ոչ մեկ բառ այդ մասին։ Եթե ավելին շեշտեիր հարցապնդումը, ասում էր. ամենքն էլ սրտանց ու նվիրված աշխատում էին էլի։ Երբ հայ ժողովուրդը մի բան ցանկանում է անել, ինչը կարող է արգելք լինել դրան։ Որքան էլ համեստաբար լռեր ու չպատմեր, բոլորն էլ գիտեին նրա ձեռքբերումների մասին։ Ձեռքբերումներից մեկն էլ Եղիշե Չարենցն էր։ Հայ գրողների ընկերության նիստում 1919-ի հոկտեմբերին Աղբալյանը ազդարարեց մի նոր բանաստեղծ Չարենցի հայտնությունը։ Նա հեռակա էր ծանոթ Չարենցի հետ, կարդացել էր 3 երկտխրադալուկ աղջկան եւ Դանթեական առասպելը, որոշել էր գրել հոդված նոր բանաստեղծի մասին։ Սակայն հանգամանքների բերումով հետաձգվել էր ու դրան անդրադարձավ 2 տարի անց միայն, երբ արդեն նախարար էր։ Հայ գրողների ընկերության նիստում կարդացած իր զեկուցումը ցնցող տպավորություն էր թողել ներկաների վրա։ Դրանով Չարենցը հռչակվեց ու հայտնի դարձավ մեկ օրում, գրել էր Ստեփան Զորյանը։ Թերթերը հոդվածներ են տպագրել այդ զեկուցման մասին ու այդ հոդվածների օգնությամբ 2 ամիս անց միայն Չարենցն իմացել է իր հայտնի դառնալու մասին։ Նա այդ ժամանակ ուսուցիչ էր Կարսի շրջանի Բաշքյադիկլար աննշան գյուղում։ Իմանալով իր հաջողությունների մասին, Չարենցը գալիս է Երևան ու միանգամից գնում իրեն հայտնի դարձնողի մոտ։ Բանաստեղծի եւ նախարարի միջև տեղի է ունեցել այս զրույցը։ Եկել ես Չարենց, լավ ես արել։ Լսել եմ նյութական վիճակը շատ փայլուն չէ եւ դիմում ես կատարել ուսուցչական մի պաշտոնի համար։ Չէիր ուզենա ինձ օգնել կրթական վերակառուցման գործում։ Ինչպես թե, պարոն նախարար, զարմացել է Չարենցը։ Ես բացարձակ բան չեմ հասկանում այդ գրասենյակային գործից։ Եվ կարիք էլ չկա, որ հասկանաս, պատասխանել էր նախարարը։ Ես կտամ մի սեղան, կնստես առաջը ու կգրես բանաստեղծություններ։ Այդ քեզ համար ծանոթ աշխատանք է, չէ՞։ Կստանաս մի ռոճիկ, որ քեզ ապրոստի հոգսից կազատի։ Իհարկե, շատ համեստ, ինչ որ ստանում է մի ուսուցիչ կամ մի նախարար։ Իսկ աշխատանքը, որ իրավունք ունեն քեզանից պահանջելու իբրև պաշտոնյա, այդ կթողնես ինձ, ես քո տեղը կկատարեմ։ Քո անելիքը շատ ավելի էական գործ կլինի հայ ժողովրդի համար։ Չարենցն այդպես էլ չի վարժվել գրասենյակային աշխատանքին եւ առաջացրել է գործընկերների դժգոհությունը։ Աղբալյանի մոտ էի, պատմել է ականատեսներից մեկը, եկավ նախարարի օգնական Պողոս Սոտնիկյանը եւ զայրացած բողոքեց Չարենցից։
Դուք նրան երես եք տալիս, պարոն Աղբալյան, ոչ մեկին չի ենթարկվում, ոչինչ չի անում։ Աղբալյանը մեղմորեն ժպտացել է ու պատասխանել. Դուք խելոք մարդ եք, պարոն Սոտնիկյան։ Չարենցը վաղը կարող է գրել մի բանաստեղծություն, որ ավելին կարժենա, քան նախարարությունն է ու իր ամբողջ փտած գույքը։ Հանգիստ թողեք նրան։ Գառնիկ Անանյանը այս մասին գրում է. Չարենցի դեպքը եզակի չէր։ Աղբալյանն օժտված էր առաջին իսկ ստեղծագործությամբ գրողի տաղանդը ճանաչելու եւ զարգացման ուղղությունը գուշակելու զարմանալի ձիրքով։ Այդպես նա մեծ գալիք գուշակեց սկսող գրողներ Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Ստեփան Զորյանի եւ ուրիշների համար։ Աղբալյանը ոչ միայն բարոյական, այլ նաեւ նյութական նպաստներով, աշխատանքով, գրքերի տպագրությամբ փորձել է օգնել բոլոր տաղանդավորներին։ Բոլորին, բացի ինքն իրենից։ Երբ 1919-ի վերջերին հրատարակիչներից մեկը նախաձեռնել է տպագրել Աղբալյանի հոդվածների ժողովածուն, նա ոգևորված զբաղվել է հոդվածների հավաքման, կազման, խմբագրման աշխատանքներով, իսկ հրատարակչին գրել է. Վարձատրությունը եւ նրա հատուցումը որոշեցեք այնքան եւ այնպես, ինչպես հարմար կգտնեք ձեր գործի հաջողության համար։ Խնդրել է միայն իրեն հատկացնել 15 օրինակ գիրք բարեկամներին ընծայելու համար։ Սակայն Աղբալյանին չվիճակվեց իր գիրքը տպագրված տեսնել, քանի որ բոլշևիկների հետ եկան այնպիսի ժամանակներ, որ անհնարին դարձավ ոչ միայն Աղբալյանի գիրքը տպելը, այլ նույնիսկ նրա անունը տալը։ Ովքեր լավ էին ճանաչում բոլշևիկներին, արագ հեռացան Հայաստանից։ Աղբալյանը մնաց։ Նա կարծում էր պիտի կարողանա դասախոսական աշխատանքի անցնել իր իսկ ջանքերով բացված համալսարանում, շարունակի զբաղվել գրականությամբ։ Նիկոլ Աղբալյանի դուստրը Շաղիկը հիշում է. Վերջին անգամ հորս տեսել եմ 1921 թվականին։ Քաղաքական իրադրությունը Հայաստանում շատ ծանր էր։ Թուրքաց բանակը հասել էր Ալեկպոլ եւ դաշնակցական կառավարությունը երկիրը հանձնեց բոլշևիկներին։ Հայաստանում ռեպրեսիաներ սկսվեցին։ Շանթը մեր տանն էր ապրում։ Գիշերվա ուժժամին եկան հայրիկին ու Շանթին տարան։ Դա 1921-ի փետրվարի 9-ն էր։ Գառնիկ Անանյանն իր գրքում գրում է, թե ձերբակալողների հետ է եղել նաև Չարենցը։ Աղբալյանի ավագ որդին եզրակացրել էր. Չարենցը եկել էր, որ հայրիկին չնեղացնեն։ Շարունակությունը պատմում է Աղբալյանի դուստրը։ Տեղի ունեցավ փետրվարյան խռովությունը։ Դաշնակցականները կառավարության ղեկն իրենց ձեռքն առան նորից։ Քաղաքում ասում էին վլաստը փոխվեց։ Հայրս տուն վերադարձավ։ Շանթն էլ եկավ մեր տուն։ Ճաշասենյակում էինք քնում, մինչև ուշ գիշեր խոսում էին։ Մի գիշեր էլ եկավ դրոն ու ասաց. մենք թողնում ենք քաղաքը։ Հայրս ու Շանթը միացան նրանց։ Մենք փոքր էինք, մայրս էլ հղի էր։ Այն գնալն էր, որ գնաց հայրս։ Պարսկաստան, Եգիպտոս, Բեյրութ։ Աղբալյանն ընտանիքին ասել էր. մի անհանգստացեք, ես կվերադառնամ, կանցնի 1-2 տարի ու կվերադառնամ։ Չվերադարձավ։ Քաղաքական հալածանքները շարունակվում էին, վերադառնալ հնարավոր չէր։ Աղջիկը շարունակում է պատմել. Փառք Աստծո, նամակագրություն կար, նույնիսկ խոսակցություն կար ամբողջ ընտանիքով հայրիկի մոտ գնալու մասին։ Բոլոր փաստաթղթերը պատրաստ էին։ Մի օր մայրիկը իրեն հազիվ տուն գցեց եւ ուշաթափ փռվեց գետնին։ Մեկնումը մերժել էին ամենավերջին պահին։ Դա 1923-ին էր։ Աղբալյանը Թավրիզից նախ տեղափոխվել էր Եգիպտոս ու ապրում եւ գործում էր Ալեքսանդրիայում։ Երեխաները սրբորեն պահում էին Ալեքսանդրիայից հոր ուղարկած 21 բացիկները Եգիպտոսի տեսարժան վայրերի պատկերներով եւ հայրական կարոտի խոսքերով ու խորհուրդներով։ Աղբալյանը բացիկից բացի ոչինչ չէր կարողանում ուղարկել ընտանիքին։ Թույլ չէին տալիս։ Մի անգամ է միայն հնարավորություն ստեղծվում, ինչի մասին իմանում ենք Սիմոն Վրացյանին գրած նրա նամակից։ Աղբալյանը գրում է. Սիրելի Սիմոն, լրագիրներից իմացա, որ Հայաստանի Կարմիր խաչի ներկայացուցիչները Փարիզ են հասել։
Աղջիկս ինձ գրում է, թե նրանցից մեկի միջոցով ինձ համար ուղարկել է թաշկինակ, որն իր առաջին ձեռագործն է։ Ես չգիտեմ նրանք պիտի կարենան անցնել Եգիպտոս, թե ոչ, ուստի կխնդրեմ այն մարդուց, որի ով լինելը չգիտեմ եւ որ բերում է աղջկաս ձեռագործը, մանրամասն տեղեկանաս մերոնց դրության մասին, ապրուստ, հագուստ, առողջություն, բնակարան եւ այլն, եւ գրես ինձ։ Առնես նրանից իր բերած ձեռագործը եւ ուղարկես ինձ, թե նրանք Եգիպտոս գալու չեն։ Խնդրես, որ եթե կարող է երեխաներիս համար մի քանի նվերներ տանի իր հետ Երևան։ Կարծում եմ շատ իրեր կտանեն իրենց հետ, ուստի դժվար չի լինի մերոնց համար մի քիչ բան տանելը։ Եթե համաձայնեն, այն ժամանակ կխնդրեմ իմ հաշվին գնես եւ ուղարկես մի մեքանո, Շանթի երեխաներին հարցրու, գիտեն թե ինչ է դա, իրենք ունեցած են։ Տուփ է երկաթեղեն մասերով լիքը, որ իրար կցելով զանազան բաներ են շինում, կառուցողական խաղերի մարզանք է։ Մի տեսակ մուրճեր կան, որոնց կոթը մետաղի տուփ է եւ մեջը զանազան գործիքների գլուխներ կան, խարտոց, սղոց, բիզ եւ այլն։ Սրանցից 2 հատ, սուղ չեն եւ թեթև են։ Մեքանոները զանազան արժեք ունեն, 1 կամ 1.5 ոսկեանոցը մերոնց համար շատ բավարար է։ 3-4 ձեռք ջութակի եւ վիոլոնչելի լարեր ու նոտաներ, ջութակինը բավական վարժություն ունեցողի համար, իսկ վիոլոնչելի նոտաները մի տարվան ուսում ունեցողին համար։ Ջրաներկի տուփեր, 3 հատ մեծ ու փոքր վրձիններ եւ թուղթ, ներկերը լավ տեսակի լինեն, իսկ վրձինները 2-3 ձեռք։ Ներկելու ալբոմ թե պարզ եւ թե բարդ տեսակի։ Կնոջս համար գուլպաներ եւ ինչ որ կինդ հարմար տեսնի, բայց անպատճառ որևէ բան ուղարկես։ Ես շատ բան առած էի եւ մոտս են, հույս ունեի, թե կարող է վստահելի մարդ պատահել եւ կուղարկեմ։ 3 տարի է առիթ չունեցա ուղարկելու։ Ես դրամ չեմ ուղարկում, որովհետեւ չգիտեմ պիտի հանձնառու լինեն որևէ բան տանելու մերոնց։ Եթե համաձայնեն, դու մի կերպ դրամ գտիր ու գնիր, հաշիվն ուղարկիր ինձ։ Ես անմիջապես կփոխադրեմ քեզ։ Հուսով եմ, թե կհասկանաս վիճակս եւ ամեն ջանք կթափես հաջողացնելու նրանց համաձայնությունը եւ հիշածս իրերն առնելով կուղարկես մերոնց։ Բացի իմ հիշածներից, ինչ որ կարողանաս եւ հարմար տեսնես ուղարկել երեխաներիս ու կնոջս, գնիր եւ ուղարկիր։ Կնոջդ ու ընկերներին սիրալիր բարևներ։ Սպասում եմ նամակիս պատասխանին եւ այս ձեռնարկության բարի լուրին։ Քո Նիկոլ։ Կատարեց Սիմոն Վրացյանը Աղբալյանի խնդրանքը, Կարմիր խաչի ներկայացուցիչները համաձայնեցին արդյոք նվերները տանել նրա երեխաներին, հայտնի չէ։ Ենթադրում եմ, որ ոչ։ Որքան էլ Վրացյանն ուզեր, այնուամենայնիվ մի տեսակ անհնարին թվացող խնդրանք առաջադրանք էր։ Բայց հետաքրքիր է, որ հոգեկան այս տանջանքների նյութական խնդիրների մեջ Նիկոլ Աղբալյանը չի ընկճվել, չի կորցրել հույսը, որ երբևէ հայրենիք պիտի վերադառնա։ Եգիպտոսից հետո տեղափոխվելով Բեյրութ նա իրեն նվիրել է հայապահպանության գործին։ Գառնիկ Անանյանը գրում է. նրա առաջնահերթ խնդիրը օտարափերում հայի ազգային դիմագիծը պահպանելուն սատար կանգնելն էր։ Ամեն գնով, մասնավորաբար լեզվին ու կրոնին հավատարմությամբ, խաթարումից զերծ պահել ազգային դիմագիծը, մինչև հասնի հայրենիքում համախմբվելու երջանիկ պահը։ Անվերապահորեն հավատում էր դրա հնարավորությանը։ Նոր տարվա առթիվ ելույթներից մեկում Աղբալյանը հավաքված հյուրերին ասել է. երբ մեր հայրենիքը ազատվի, ինչ պիտի տանենք մեզի հետ։ Պետք է հայությունը աշխատի, որ երբ Հայաստանի ազատության զանգը հնչե, իր հետ տանի իր հոգեկան ու մտավոր հարստությունը։ Պետք է հավաքվենք մեր իդեալներու շուրջ, որոնք մեր դեմքը կպահեն հոս։ Ցավոք Նիկոլ Աղբալյանին այդպես էլ հայրենիքում իդեալների շուրջ համախմբվել չհաջողվեց։ Նա մահացավ 1947-ին Բեյրութում։ Նրա մահվան մասին իմանալով գրականագետ Ռուբեն Զարյանը շտապել էր Ավետիք Իսահակյանի տուն հայտնելու բոթը։ Զարյանը հիշում է. Ես հայտնեցի լսածս, ասաց գիտե, ասաց ոնց որ հարազատ եղբորը կորցրած լինի։ Երբեք չէի տեսել Իսահակյանին այդպիսի թախծալի աչքերով։
Մի քանի օր անց, երբ խաղաղված էր, վարպետը նորից խոսեց Աղբալյանի մասին, ասաց. «Հիմա մենք չունենք նրա նման, կամ գոնե նրան հիշեցնող քննադատ»։ Ապա ասաց, որ Աղբալյանը 1946-ին, այսինքն մահից մի տարի առաջ, Բեյրութում Իսահակյանի 70-ամյա հոբելյանի առթիվ դասախոսություն է կարդացել, որտեղ ասել է. «Կուզեի, որ հիմա գարուն լիներ, ապրիլ, եւ մենք նստածը լայինք Իսահակյանի հայրենի գյուղին մեջ, Ախուրյանի ափին, բայց ոչ, նախ Արաքսի ափը տղմոտ է եւ հետո դիմացը դարձյալ նույն տաճիկն է, կլափն արյունոտ։ Լինեինք Երևան, Հրազդանի ափին, այս գետը մերն է ծայրեծայր։ Գետեն ձուկ լիներ հանած, խաշած ու դրած սեղանին, լիներ Երևանի թունդ գինին։ Զուռնաչին Իսահակյանի երգերից մեկը նվագեր եւ թմբկահարը մատերի հարվածով ընկերանար նվագին։ Լցնեինք բաժակներն ու կանչեինք. «Ավո ջան, քու կենացը, շատ ապրես հայոց ազգի համար, երգը տանսպար, հասար Մուրազիդ»։ Բայց հասավ արդյոք 50 տարի առաջ, երբ մենք երիտասարդ էինք, Հայաստան սելով մեր մտքեն բնավ չէր անցնել Երևան ու Սևան։ Մեր միտքը կթռչեր Կարին, Մուշ ու Վան։ Սա կարող էր այսօրվա իմ պատմության լավագույն ավարտը լինել։ Սակայն չեմ կարող չհիշել մի բանաստեղծություն, որը Եղիշե Չարենցը գրել է 1929-ի նոյեմբերի 27-ին ու նվիրել Նիկոլ Աղբալյանին։ Թերևս հասկանալի պատճառով բանաստեղծությունը վերնագրել է «Սիրելի Ային»։ Ես չեմ մոռացել քեզ բարեկամ, եւ հիշում եմ քեզ կրկին, կրկին։ Ինչպես անցորդը թափառական, հիշում է միշտ իր անցած ուղին։ Սիրով է հիշում նա ուղին հին, գուցե թախիծով, սակայն երբեք նա չի ցանկանա կրկին, կրկին թողնել հեռուներն ու դառնալ ետ։ Երբ անցած ուղին հուշով անշեջ խոցում է ինչպես կարոտի նետ, խեղդում է նա այդ կարոտն իր մեջ, որ երբեք, երբեք չդառնա ետ։ Մարտի 24-ը Նիկոլ Աղբալյանի ծննդյան օրն է։